Բարև Անահիտ։ Բարև Սիլվիկ։ Ո՞նց ես։ Լավ, դու Լավ, ցավ տանեմ։ Ես քեզ մի հատ ճիշտ ասած վատլուրով եմ զանգել։ Այո։ Ես պապայիս հետ ավտոյի մեջ մի քիչ առաջ ռադիոյով լսեցի, որ մի հատ աղջիկ հայտարարել է, որ քո Աստալավիստա երգը, ճիշտ եմ ասում, հա, տենց էր կոչվում։ Հա, որ այդ երգը Իրանն է, ու ասել է, որ հենց մի բան էլ ինքն է գողացել, ու որ այդ երգը ինչ որ ամենասկզբից իր համար է գրված եղել։ Արձագանքներ, տենց բաներ, հյուր էր այդ աղջիկը, ճիշտ ասած անուններ չեն հիշում, Հրանուշ էր ինչ-որ տենց անուններ ու երաշտական, հա, Հրանուշ, ինչ-որ երաշտական բաներ ինքը հաղորդում էր ու ինքն տենց փոխեց այդ աղջիկը ու տենց ասեց, իմիջայլոց ասեմ, որ այդ Անահիտ Սիմոնյանի Աստալավիստա երգը այդ իմ համար է գրված եղել, հիմա չգիտես ինչ ինքն է երգում, ասում է բանա, Դե հենց այդ այլի էտ ասա, ու ինքը տենց շատ իրանից գոհ-գոհ հայտարարեց, որ բանա, ասում է, ես նրան ձեռնոց եմ նետում, ես անգամ իրան դատի եմ տալու, ասում է, որ ինքը այդ երգը, ինչ-որ ինքը, հա, ասում է, ես բանա, ասում է, ասել եմ, որ ինչ-որ փողը տվել եմ նախորոք ինչ-որ, հա, ասել եմ պահի, չէ, փողը չի տվել, ասել է պահի այդ երգը, բանին, ով է գրել, Ռիչարդը կարծեմ, հա, ասել է, ինչ-որ պահի ասել է այդ երգը, որ հետո գամ վերցնեմ, Ռիչն էլ իբր թե առաջանգել քեզ է ծախել, ինքն էլ այտենց բորբոքված խոսում էր եթերով։ Հա, ասում է, ես Անահիտին դատի կտամ, որ ինքը տենց այդ երգը վերցրեց։ Լուսի, գինունով անունն եմ։ Հա։ Հա։ Ջան, դե հիմա չգիտեմ, ստեղ ոնց որ Ռիչի մեղավորությունն էլ է, մի հատ ամեն դեպքում չեմ ամեն աղջկան իրա տեղն է, էլի պետք ուներ ասենք այդ ինչ հայտարարություն է, կամ անցած գնացած երգ ասենք, ինչ անդրադարձել այդ երգին, մի քիչ չեմ նայում։ Ինչ? Կապ ընդհատվեց, նորից շատ արագ կապ ենք հասկացում, ևս 2 րոպե պահում ես, արագ հանգիստ զանգերիցին։ Զանգենք տալիս Անահիտ Սիմոնյանին։ Ու ամենավատը, լավ, ամենավատը ասում ենք, որ նա եթերում է միկրոֆոնը միացրած։ Արդեն ասենք, որ եթերում է։ չէ, մի քիչ։ Խոսի շարունակի ես անջատ։ Երևի նա է հիմա ինձ զանգում, որովհետև ես չեմ կարողանում իրեն զանգարեմ։ Հայկունջերին հավանել այդ երկը։ Ան միկրոֆոն միացրում։ Ան? Չորան, ինձ թվում է ինքը արդեն երևի խառնվել այր Ռիչին ամենքում կապ հաստատի, որպեսի ասենք նա ուղիղ եթերում է։ Բա, Սիլի ռադիոսում էլ այս ինձ բաներ է լինում ուղիղ եթերում, դե արի ու վստահ ես քանի Ան ջան։ Անջան, գիտես դու արդեն արձագանքի եթերում ես։ Այո, դու եթերում ես, դες Ահա, իսկ մենք հայտնի ենք Անահիտ ջան։ Այո, հասկացաք ինչ է կատարում։ Երեքույրն են ձեզ հետ խոսում, եթե հիշեցիք, եւ իհարկե քույրերի նախագծում եք ուղիղ եթերում, այնպես որ ջանուր Անջան, ես մեղ չունեմ ստիպեցի։ Եվ մեկ օրեն դու ես նման կետ մեր տաղավարում լինելու, որտեղ մեր զոհերը անպայման պետք է մեզ մոտ հյուր լինեն։ Հիմա խոստացեք ուղիղ եթերում, որ դուք կլինեք մեզ մոտ հյուր։ Անջան, ես
որ իսկապես քո այդ երգը շատ լավն է ու տենց բան չկա ու իսկապես շատ սիրված է մեր ժողովրդի կողմից, ես էլ վստահ կարող ասեմ։ Հատկապես մեր կողմից մենք գրեթե Հայկո շատ բան է որ ասել մի վերցրել եւ ճիշտ է արել որ երգել ես։ Նամանայական քեզ ասենք հաջողություն, ջանուր շնորհակալություն համբերատար լինելու համար, գովազդից հետո կվայելենք Անայ Սիմոնյան Աստալավիստա եւ մենք ընդհատվում ենք գովազդով այս պահին։ Մնացեք մեզ հետ։ Շատ լավ եղավ։ Շատ ամոթ եղավ, շատ։ Սպասվածից